Եթե այս բնակարանը լիներ որևէ զարգացած երկրում, կարժենար 3-ից 4 միլիոն դոլար, իսկ քանի որ Երևանում է, այն արժի ընդամենը $875,000։ Վայ իմ խեղճ հայ ժողովուրդ։ Գտնվում ենք Դալմայի հարևանությամբ Ծիծեռնակաբերդի 1 կոտորակ 2 շենքի 18-րդ հարկում, որտեղ ունենք հոյակապ տեսարան դեպի Արարատ լեռ, Երևանյան լիճ, ճաշակով, իմպորտնի կահույքով, ամբողջությամբ կահավորված տեխնիկայով։ Մակերեսը հիշում ես։ 191։ Ունենք 3 ննջարաններ, սկսենք որից։ Եկեք հենց սկսենք խոհանոցից։ Տեխնիկան Bosch է խոհանոցում, Ինչպես գրում են մեկնաբանություններում, ես իրանց հետ համաձայն եմ, էլ Bosch-ով մարդու չես զարգացնի, դա հին լավ բրենդ է, հիմա Bosch-ը առանձնահատական բրենդ։ Ավելի լավն է, քան օրինակ մնացած։ Դե ավելի, հիմա չասեմ, ասեն հակագովազդակ։ Հզյակ ունենք, դուշը մեծ։ Քանի որ 18-րդ հարկը ինձ ասում են խիա ջրին ապորը ստուգում։ Ոչ բոլոր նորակառույցներում 18-րդ հարկում առանձնասոսից ես նապոր կունենաք, ասեմ ձեզ, նորակառույց էլ կա, նորակառույց է, տեղ կա 6-րդ հարկից հետո ջուր չի բարձրանում, ձյանն ասա, խոսա մի բան։ Գնանք այնտեղ, առաջին ննջասենյակը, մեծ զգեստա սենյակ ունի, մեծ մահճակալ։ Օթորակիչները Mitsubishi են, թանկարժեք։ Ես սա կահավորեի որպես աշխատասենյակ, լույսը շատ լավը դուրս եկար ծխեցիր, եկար ներս, եկանք, ելի լուսավոր է։ Ես սիրում եմ խաղալ ես թոքերով։ Էլի պատշկամբ, բայց լավն է։ Շատ լավն է, այն ամերիկյան ոճով է վերանորոգված կահավորված, չէ՞։ Ու պարկինգ էլ ունենք հավելա վճարով։ Ենթադրում եմ 900,000-ով պարկինգովան կարակ առնենք։ Բար ունենք։ Ըստ քեզ ով կառնի այս տունը ձյանը։ Պիտերից մի հատ անուշ աղբեր։ Պիտերից չէ, Սոչիից կամ կամ Ռոստովից։ Տեսարանով տուն սկսել են Ռուսաստանի հայերը կանոթել են, լիքես մասիսը, տեսարանով տներ են ուզում։ Ինչ լավն է, բայց դե ինքներ հետ գրեք մեկնաբանություններում, ինչքան եք պատրաստ վճարել 191 քառակուսի մետր, ասես սարքած պատրաստի տան համար։